Տեր Վրդանեսին ստենտավորել են, վիճակը վերջնական գնահատելու համար եւս 2 օր պետք է անցնի, կինը միայն 5 րոպեով է նրան տեսակցել, աչքերը բացել է թե չէ, առաջինը հարցրել է վեհափառն ինչպես է, ինչ է կատարվում Սուրբ Էջմիածնում։ Ասեցի փաստորեն դու էլի այս վիճակում մտածում ես առաջինը եկեղեցի հայրենիք, երրորդ տեղում ես, այդպես ծիծաղեց։ Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովվի ինքնազգացողությունը վատացել էր 3 մայրաթոռի բակում, երբ կաթողիկոսի հրաժարականը պահանջող ցուցարարները փորձ էին անում ներխուժել տաճար, հարվածել են եկեղեցու դռներին։ Քահանան հետո լրատվամիջոցների հետ զրույցում է մեկնաբանել, այդ պահին սիրտը սպայթեց։ Սա այն պահն է, երբ մայր եկեղեցուց վեհարան էր գնում Գարեգին II հայրապետը, հավատավոր ժողովուրդն ուղեկցեց նրան, առնելով պաշտպանության մեջ։ Ի վերջո, ինչպես պետք է հանգուցալուծվի եկեղեցի իշխանություն լարված թնջուկը։ Ի աջակցություն ամենայն հայոց կաթողիկոսի աթոռանիստ քաղաք եկած մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն ասում է. միանշանակ է կանոնական կարգով, մեր եկեղեցու կանոնական կարգով։ Բախումները դա ուղղակի անթույլատրել է, հայ հասարակության մեջ պետք է բախումներ չլինի, դա այն է, ինչ ուզում են մարդիկ տեսնել։ Բոլորս եկել ենք մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը։ Հակաեկեղեցական արշավը Կարապետյանը համարում է ընդվզում մեր ինքնության դեմ։ Այս քայլերը, հայ եկեղեցու անկախության դեմ միտված քայլերը, դա քայլ է ընդհանուր հայկական հայոց ցեղասպանության ճանաչման, հայկական շահերի միջազգային հարթակներում ներկայացման դեմ։ Եկեղեցին մեր ազգային միասնության վերջին սյուներից է, շարունակում է Նարեկ Կարապետյանն ու վստահություն հայտնում, մայրաթոռը մնալու է անսասան, հավատավոր ժողովուրդը նույնպես։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։